եթե դու ծնող ես եւ աշխատում ես, հուլիսի 10-ից կարող ես օրական մինչեւ 1 ժամ ավելի քիչ աշխատել ու դա լրիվ օրենքի սահմաններում։ Բացի պոպուլիզմից ուրիշ ոչ մի էական պոզիտիվ արդյունք չի կարող ունենամ։ Ռելեր կան, որ սկսվում են ինձ հաճախ են հարցնում արտահայտությամբ։ Հիմա իրականում ինձ հաճախ են հարցնում, թե հարկերը որ չվճարեմ, ինչ կլինի։ 15 տարի առաջ այս 3 հայ տղաները մեր նման սովորական ամեն օր գործ էին գնում Orange Armenia-ում, իսկ անցած ամիս իրենք ԱՄՆ-ում Սիլիկոնյան հովտում ստացան $15 միլիոն ներդրում ամենահեղինակավոր VC ֆոնդերից մեկից։ Եթե դու գիտենաս, թե վաղը ինչա լինելու, ինչքան գումար կաշխատես բորսայում։ Հիմա Թրամփին ըստ էության կոնգրեսում մեղադրում են, որ ինքը գիտենալով ինֆորմացիա թե վաղ ինչա լինելու գումարներ է աշխատում։ Ողջույն, ձեր ֆինանսները կախված են ձեր որոշումներից, ավելի ճիշտ նրանից, թե ինչքան ֆինանսական բանականություն կա այդ որոշումների մեջ։ Հենց դա էլ մենք փորձում ենք ավելացնել, տալով ձեզ ինֆորմացիա, օրինակներ, վերլուծություն։ Այսօրվա մեր թեմաները 4-ն են, սկսած հարկային փոփոխություններից, որոնք կփոխեն թե ձեր բիզնեսի եւ թե ձեր առօրյան, մինչեւ Սիլիկոնյան հովտում հայ ինժեներների հերթական հաջողության պատմությունը։ Սա ֆինանսական բանականությունն է, բաժանորդագրվեք մեր ալիքին, գնացինք։ Մեր առաջին թեման մի օրենսդրական փոփոխության մասին է, որ բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Ուրեմն, եթե դու ծնող ես եւ աշխատում ես, հուլիսի 10-ից կարող ես օրական մինչեւ 1 ժամ ավելի քիչ աշխատել ու դա լրիվ օրենքի սահմաններում։ Խոսքը կառավարության նոր որոշման մասին է, որի մասին դեռ քչերը գիտեն։ Ուրեմն, ինչ է սահմանում այս որոշումը։ Սահմանվել է ծնողական ժամ հասկացությունը, որի շրջանակում ծնողներին տրվում է աշխատանքի ընթացքում կես ժամ կամ 1 ժամ ժամանակ երեխաներին ուսման կամ, ասենք, մանկապարտեզ հասցնելու կամ վերցնելու համար։ Ուրեմն, եթե ծնողը ունի 1 կամ 2 մինչև 12 տարեկան երեխա, ապա օրական կարող է բացակայել կես ժամ, եւ եթե ունի մինչև 12 տարեկան 3 եւ ավելի երեխա, ապա օրական մինչև 1 ժամ կարող է բացակայել։ Եվ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխաներին մինչև 18 տարեկան իրենց ծնողները մինչև 1 ժամ կարող են բաց թողնել աշխատանքից։ Ընդ որում այս փոփոխությունը աշխատում է 2 ծնողների համար էլ, հա, այնպես չի թե կիսվում է։ Ու ինչպես նշեցի, սա բացառապես մի նպատակի համար կարող է արվել երեխային նախադպրոցական կամ դպրոցական հաստատություն ուղեկցելու կամ վերցնելու նպատակով։ Ու տվյալ դեպքում այդ աշխատողների աշխատավարձը պահպանվում է, նրանք պետք է գրավոր դիմում տան գործատուին ու գործատուն չի կարող մերժել եւ տարածվում է ոչ միայն հենց ծնողների, այլ նաեւ խնամատարների եւ որդեգրող ծնողների վրա։ Մի կողմից սա բավականին այսպես հետաքրքիր որոշում է աշխատող ծնողների կյանքը հեշտացնելու համար, բայց մյուս կողմից հարց է առաջանում, իսկ բիզնեսները ինչպես են վերաբերվում դրան։ Իսկ զարմանս ինձ ինչ-որ տենց բացասական բաներ տենց on-line չեմ տեսել ու միակ մարդը եղել, որ դրա մասին բարձրաձայն խոսացել եմ ու պատրաստվում եմ շարունակել խոսալ, որովհետև ինձ համար այս որոշումը բացի պոպուլիզմից ուրիշ ոչ մի էական պոզիտիվ արդյունք չի կարող ունենամ։ Թեպետ մեկ այն կարծիքը, որ ես հրապարակել եմ սոցիալական ցանցերում, տենց որոշակի բան կա, որ հատկապես պետական կառույցներում աշխատող ծնողների համար դա շատ տենց արժեքավոր փոփոխություն է, ու ինձ թվում է հենց միայն պետական կառույցներում աշխատողների համար է դա արժեքավոր, որտեղ իրանք մեծ մասը ֆոկուս չեն լինում ինչ-որ արդյունք ստեղծելու բան անելու, պարզապես ունեն աշխատաժամանակ, այդ աշխատաժամանակի սկզբին պետք է տեղում լինեն, ավարտեն գնան ու ինչ-որ տենց մեծ արդյունավետության վրա ֆոկուս չեն լինում, դրա համար իրանց դա լավ է։ Բայց գործնականում ես գտնում եմ, որ մեր տնտեսությունը չի գտնվում այն իրավիճակում, որ մենք կարող ենք մեզ նման փոփոխություններ թույլ տալ։
Հիմա փորձեմ հերթով բացատրել։ Մենք գլոբալ առումով արտադրողականության խնդիր ունենք ու դրա ամենավարձուցիչը մեկ շնչին բաժին ընկնող հնան է, որտեղ մենք տենց չենք փայլում աշխարհի մակարդակով ու խնդիր ունենք նենց անենք, որ մեր տնտեսությունը այնքան մեծանա, որ մեկ շնչին բաժին ընկնող հնան էականորեն աճի։ Երկրորդը գամ տենց ինչ-որ չգիտեմ գործնական հարցերին, հա, ես իմ post-ում մի հատ իրավիճակ եմ նկարագրել, համարենք, որ իմ աշխատակիցը պայմանական կես ժամ կամ 1 ժամ աշխատանքից ուշանում է, որովհետև տանում է իր երեխաներին դպրոց։ Հիմա այդ դպրոցում էլ կա ուսուցչուհի, որը պետք է առաջի ժամը պարապի, բայց ինքն է ունի փոքրիկ, ում որ տանում է օրինակ նախակրթարան։ Եվ ինքն էլ է ուշանում։ Օրենքում չկա բացառություն, որ օրինակ դպրոցի ուսուցչուհին չի կարա իր երեխուն տանի օրինակ նախակրթարան։ Հետևաբար ինքն է կարող է բացակայի 1 ժամ ուշանա։ Ինքն է գնում է նախակրթարան, այդ նախակրթարանում է, որ դասիրակ կա, այդ դասիրակն է իր գուններ անգլերեն է պարապում, ինչ-որ փոքրիկ դպրոց ունի on-line ու ածը ունի, ինքն է այն բանի, որ իր երեխուն իր հերթին տարել է, չգիտեմ, դպրոցա տանում, գալիս է օրինակ մեր գրասենյակ, քանի որ մեր հաճախորդն է ու սպասում են հաշվապային, ով որ չի եկել, որտով իր երեխային տարել է դպրոց։ Ու այս իրավիճակը տենց ուղղակի նկարագրում է, որ պարզապես բոլորը 1 ժամ չեն աշխատում, բայց ոչ մի բան չի փոփոխվում։ Ես մի քիչ համաձայն չեմ քո հետ, որովհետև այսպես թե այնպես այդ հարցը ինչ որ լուծում գտել եմ ինչև էս, ոնց որ շատ դեպքերում, երբ որ փաստացի իրավիճակը ուրիշ է, բայց օրենսդրական գործիք չկա, նույն ձև այստեղ, այսինքն մի շարք հաստատություններում, մի շարք օֆիսներում բոլորը արդեն գիտեն, որ դու առաջին կես ժամը եւ վերջին կես ժամը եթե ինչ-որ գործով ես գնում, ավելի լավ է չգնաս, հա, որովհետև միշտ մեկը կուշանա, մեկը շուտ դուրս կգա, այսինքն դա առանց այդ էլ արվել է, հիմա ընդամենը դա արվում է օրենքով ու այո, մի քիչ գործատուին զրկում է դա կառավարելու լծակներից։ Չէ, բացի դրանից, որ զրկում ենք իրականում ինչ-որ տեղեր կա, որ դա իրոք հնարավոր չի անել, հա, օրինակ համար չգիտեմ, դպրոցում է ֆորսուչեն դպրոցի դեպքում հա, այդ պետք է հասկացվի, այդպես դեպքեր լավ դպրոց չէ, ասենք հիվանդանոցում օրինակի համար հերթափոխա, պետք է բժիշկը գա, հերթապահությունը վերցնի։ Չգիտեմ, նույն վերցնենք, համարենք ոստիկանություն, համարենք, չգիտեմ, մետրոյի մաշինիստը, ինքն էլ երեխա ունի, կարող է որոշում է իր երեխային դպրոց տանի, կարա ունենա, չէ՞։ Ուրիշ հարց մի հատ է տամ, շատ կազմակերպություններ իրանց բիզնեսի սկզբանը կառուցել են, քանի որ իրականության հետ առերեսվում են ու պայմանական օրինակ, չգիտեմ, ժամը 10-ից են սկսում իրանց աշխատանքը, այսինքն իրանք արդեն իսկ տվել են ու աշխատում են օրինակ 7 ժամ։ Հիմա օրենքով չի ասում, որ եթե դու ի սկզբանե տարիներ շարունակ տվել ես, ոնց որ ապրես որ տվել ես, հիմա փաստացի այդ ընկերության աշխատակիցներին նորից տրվում է հավելյալ, չգիտեմ, կես ժամ կամ 1 ժամ բացակայելու բան, այսինքն իմ գլոբալ առումով որ ամփոփում ենք, օրենքը շատ հումա, ակնհայտ է, որ որոշակի պոզիցիաներ տեղեր կան, որ դու պետքա բացառություններ սահմանես, որովհետև էլ եմ կրկնում, էլի համարենք օրինակ մաշինիստը մետրոյի բանան, մի երեխային տանում է դպրոց, այդ նշանակում է ամբողջ գիծը պետք է կայանի, բոլոր մաշինիստները երեխաներ ունեն կամ մետրոն կես ժամ ուշ սկսի աշխատել, դա տենց գլոբալ մետրոն կես ժամ ուշ աշխատի ոնց են տանելու երեխեքին դպրոց։ Դե հիմա այդ է, ինքը մեքենայով է տանում, հետո գալիս է մետրո, այսինքն տեղ ինքը շատ հում է։ Ինքը իրականում իմ կարծիքով ընդհանրապես հանրայնացվեց այս նախագիծը կամ գաղափարը ընտրարշավի ընթացքում էլ ընդունվեց, եթե չեմ սխալվում, կամ անմիջապես ընտրությունից հետո, ինքը շատ պոպուլիստական է, բայց գործնականում լուրջ խնդիր կա էլի սրա մեջ։ Այս խնդիրը օրինակ մենք բարձրաձայնել ենք, փորձենք նաև, չգիտեմ, ինչ որ կառույցներ բացատրենք, որ սա բիզնեսների խանգարում է, ու ընդհանրապես աշխատաժամանակ փոխելը ինքը շատ վտանգավոր է, պարզ բան ասեմ, հա, օրինակ սուպերմարկետները, որոնք աշխատում են 24/7, իր լոգիկան ինչ է, որ 24 ժամը բաժանված է 3 հատ 8 ժամի։ Հիմա 8 ժամից կամայական րոպե կրճատելը նշանակում է, որ բաց է մնում, պետք է լինում եւս 1 հոգի ներգրավել այդ process-ի մեջ, ամբողջ մաթեմատիկան ու բիզնեսը փլուզվում է այդտեղ։ Ու դա իրոք շատ վտանգավոր է։ Ու մեծամասամբ, ասենց ասեմ, էլի բոլորս է հասկանում ենք, որ ով որ ուշանում է, գործատուն է, հարմարվում է, համակերպվում է, ինչ-որ լուծումներ է գտնում, բայց այն մարդիկ, որոնք որ կարան չուշանան կամ չեն ուշանում, հիմա փաստացի այդ իրավունքն են ձեռք բերում ու այդ իրավունքը կարող է նաև չարաշահվի ու տենց ոնց որ խնդիրները
մենակ շատանան։ Ես մի դեպք կարամ ասեմ, որ գիտես գոյություն են ընկերություններ, որոնք զբաղվում են outstaffing-ով։ Outstaffing-ը ինչ է, որ պայմանական է, վերցնում են ինչ-որ մի հատ ծրագրավորող ասենք, այդ ծրագրավորողի ժամը արժի $40 կամ $50, $100 էական չէ, համարենք $100։ Այդ $100 վրա $10 ավելացնում են ու այդ մարդու աշխատաժամանակը վաճառում են մեկ ուրիշ ընկերության։ Հիմա փաստացի, այս մարդը մի ժամ քիչ է աշխատելու, օրական կամ կես ժամ, ու գործատուն, ստեղի հայկական ընկերությունը պարտավոր է այդ մի ժամի համար վճարել, բայց ինքը ստանում է, եթե համարենք 8 ժամ էր աշխատում, $80, այս մարդը մի ժամը արժի $100, մինուս է գնալու։ Ու ամերիկացուն ու համար աշխատում է, ինքը ոնց որ երբեք չաշխատած ժամի համար չի վճարելու, ու ունեն պայմանագիր կնքած, որ չգիտեմ, օրինակ մի տարի, 2 տարի պետք է այդ ռեյթերով աշխատեն։ Սենց լիքը խնդիրներ կա, որ շատ մասնավոր դեպքեր ես ասում։ Չէ, բայց հիմա եթե մասնավոր դեպքում ինչ-որ միտեղ խնդրեմ է ստեղծում, ուրեմն օրենքը նշանակում է լավ մտածված չէ, ինքը խնդիրներ կա, գնանք չգիտեմ, հանքարդյունաբերություն, գնանք բժշկություն, գնանք կրթություն, բոլոր ոլորտներում կա խնդիրներ։ Ինքը ակնհայտորեն իր տնտեսական էֆեկտը չի հաշվարկվել ու ես չգիտեմ, որ բիզնեսն հետ քննարկում լինի եղած այս թեմայով ու ոնց որ արդեն ասի նախաձեռնել եմ, հույս ունեմ, որ կարողանանք օրենքի վրա աշխատել ու գործնականում ինչ-որ բաներ վրան փոխել, որ ինքը դառնա ավելի իրոք խրախուսող ու ոնց որ բարիք բիզնեսների համար եւ նաեւ մարդկանց ովքեր աշխատում են ոչ թե չարիք, որտեվ դրա հետևանքով օրինակի համար երեխա ունեցող աշխատակցին կարող է շատ տեղեր չուզենան գործ ընդունել, որտեվ պա ֆակտո ինքը պետք է կես ժամ կամ մի ժամ քիչ աշխատի, տարվա կտրվածքով հələ հաշվենք, թե դա ինչքան բան է։ Այդ մոտավորապես 15% աշխատաժամանակն է։ Իսկ մարդը 15% քիչ աշխատելով ստանալու է նույն գումարը։ Դուք ինչ եք կարծում այս հարցի շուրջ, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը եւ ինչ ուրիշ խնդիրներ եք տեսնում այս փոփոխության հետ կապված։ Մեր վերջի էպիզոդից հետո երկու կարևոր բան է տեղի ունեցել, նախ աշխարհը ունեցել է առաջի տրիլիոները եւ հետո աշխարհը ունեցել է առաջի մարդը, ով գործել է կես տրիլիոն կարողություն, բայց մենք Եվ դա նույն մարդն է։ Այո։ Բայց մենք խոսանք Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Իրականում բազմաթիվ հետաքրքիր որոշումներ են ընդունվել կառավարության կողմից, բայց ես առանձնացրել եմ 3 ինձ թվում է ամենահետաքրքիրները։ Առաջինը, չգիտեմ, նկատել ես թե չէ, վարչապետս վերջերս շատ ավելի ակտիվ կոչ է անում մարդկանց ՀԴՄ կտրոններ վերցնել, ու մի հատ ինձ համար շատ տենց հավես վիդեո էր, ինքը մի քիչ զվարճալ էր, որ հավանաբար ինչ-որ կաֆեներից մեկում բացահայտում անում, տենց հանում են, որ հաշիվ են բերում, այդ թուղթը ասում է Ժողովուրդ ջան, այս թուղթը որ տալիս են, դա ՀԴՄ չի։ Հետո ցույց է տալիս երկրորդ թուղթը, որը բանկի POS տպվածն է, որը հաստատում է վճարումը, որ անցել է, այդ թուղթը ցույց է տալիս, ասում է, այս էլ ՀԴՄ չի, այն երրորդ թուղթը ասում է նոր էսի ՀԴՄ-ն է։ Հիմա կառավարությունը ընդունել է որոշում, օրենք ընդունվել, որ ստեղծում է նոր տեսակի ՀԴՄ կտրոններ։ Եվ որն է դա։ Ընդունվել է նոր օրենք, համաձայն որի շուտով շահագործման կհանձնվեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոնները։ Ով տեղյակ չի, ասեմ, որ հիմա գոյություն երկու տարբերակ, հա ֆիզիկական ՀԴՄ կտրոններ, այն սարքերը որ տպում են, եւ կա on-line ՀԴՄ կտրոն, որոնք եթե դու ունես բացառապես on-line առևտուր, կարողանում ես ինտեգրես քո կայքում ու տպվում է on-line ՀԴՄ կտրոն։ Հիմա ստեղծվում է նոր տեսակի հիբրիդային էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ, որոնք ըստ էության կատարում են երկուսի ֆունկցիաները ու մի քիչ էլ հաշիվ ապրանքագրերի ֆունկցիան։ Եթե մի քիչ ավելի հստակ բացատրեմ, ինչ տարբերություն կա, օրինակ կազմակերպությունը ինչ-որ մի հատ բան է գնում ու դրա դիմաց ստանում է ՀԴՄ կտրոն, այդ ՀԴՄ կտրոնը ինքը կարողանում է ծախս անել, բայց օրինակ իր մեջ արտացոլված ավելացված արժեքի հարկը չի կարողանում հաշվանցել։ Ինչի համար, որովհետև հարկայինը գտնում է, որ կա ռիսկեր, որ արհեստական ինչ-որ տարբեր մարդկանց ծախսերը կվերագրվեն ընկերությանը ու այդ ավելացված արժեքի հարկը պետությունը ոնց որ հետ կստանան։ Իրականում ինքը մի քիչ թույլ է իր հիմնավորումները, որովհետև եթե դու ծախս ընդունում ես, ուրեմն համարում ես, որ դա հավաստի է, բայց ավելացված արժեքի հարկը պետությունը ոնց որ չի ուզում տա ու մյուս արգումենտն է նա, որ ՀԴՄ կտրոնի վրա չկա թե դու որ գնացիր այդ ապրանքը ուր ես ստանում, հա, այսինքն առաքման հասցեն գոյություն չունի։
Հիմա այս նոր HDM-ները որ կլինեն, իրանք կունենան այդ ֆունկցիոնալը, կլինեն ավելի բազմազան ու կլուծեն գործնականում բավականին շատ խնդիրներ։ Ենթադրաբար առաքում երբ որ կպատվիրեք տունը, տեսած կլինեք, որ շատ դեպքերում HDM-ը նախապես խփած տոպրակի մեջ դրած բերում են, բայց իրականում տենց պետքա չլինի, այսինքն HDM-ը խփվում է գումարը վերցնելու պահին, բայց քանի որ դժվար է այդքան սարք ունենալ, որ բոլոր տեղերը առաքեն ու նաև invoice գրել, invoice չավելի շատ տեղափոխման փաստաթուղթ, որ ես ինչ հասցես գնում է, ոնց որ տենց ոչ այդքան օրինական, բայց մինիմալ, որ հարկային համոզված լինի, որ դու այդ գործարքը չստակցի, HDM-ը նախապես խփելը բավարարում է։ Հիմա այս նոր ֆունկցիոնալը թույլ կտա ենթադրում ենք, որ օրինակ հեռախոսով HDM-ը կտրոն գեներացնել կամ կամայական այլ սարքերով ու ինքը կլինի շատ ավելի կիրառելի, լիքը դեպքեր կա, որ հիմիկվա գործող լուծումները չեն փակում, այս դեպքում այս նոր գործիքը կարողանա փակել ու շատ բիզնեսների կյանքը կհեշտանա, որովհետև նախ հիմա իրանք ինչ որ լուծում են գտել, որը 100%-ով օրինական չի, կոպիտ ասած ինչ որ գործիք կա, որ այլ բանի համար է նախատեսված, բայց քանի որ չկա քո բիզնես մոդելի մար գործիք, դու ինչ որ մի բան հարմարացնում ես, հիմա կլինի ունիվերսալ գործիք, որը կօգնի բիզնեսներին ավելի հանգիստ աշխատեն։ Այդ որ տեսակի բիզնեսներին կարող Նա հիմնականում հենց այդ առաքում անող, այսինքն բիզնեսներն է, կա բիզնես պայմանական եմ ասում, դու պատկերացրա, որ օրինակ ունես մոյկա ու գնում ես մարդկանց տներից, գորգերը վերցնում ես, բերում ես, լվանում ես, տանում առաքում ես, իրանք ես վճարում են ու տենց առաքիչներ ունես բավականին շատ։ Հիմա գնացիր տեղում այդ մարդը պետքա ոնց որ գումարը վերցնի, քեզ HDM տա, բայց դու ունես մի հատ HDM սարք, պետքա զանգես գործնականում, որ այնտեղ տեղում խփեն կամ ասես չեմ վերցնում, փոխանցում։ Հիմա մետ ամենապարզ օրինակն եմ բերում։ Նույն հանրային սնունդը, երբ որ դուք on-line ինչ-որ բան եք սնունդ եք պատվիրում, այլ եթե գումարը կանխիկ եք տալիս, նորից խնդիր է առաջանում, հա։ Այսինքն բիզնեսի համար զուտ ավելի ճիշտ թղթաբանություն է, բայց ինչ-որ առանձնապես իրենց կյանքը չի փոխում։ Չէ, եթե շատ խորանանք, իրանք պետք է օրինակ այդ սարքերից շատ գնային, ունենային, հիմա այդ սարքեր գնելու կարիքը չլինի։ Եթե խոսում ենք օրինակ իմ բերած օրինակը, որ ավելացված արժեքի հարկի հետ կապված, գործընկերները հարցում են արեպեք, եթե չեմ սխալվում, մոտավորապես 4 միլիարդ դրամի բանկա HDM-ում ավելացված արժեքի հարկա, որ բիզնեսները գնում են ու չեն կարողանում հաշվանցեն, այսինքն շատ մեծ գումար է, էլի, թիվը 100% չեմ հիշում, բայց ինչ որ այդ կարգի թիվեր 4 միլիարդի կարգի լուրջ թիվեր, կարծեմ դաժե 4-8 միլիարդի կարգի թիվեր։ Բացի դրանից հիմա քանի որ դա չի կարելի անը, շատ բիզնեսներ նաև չեն գնումներ կատարում մանրածախ, այսինքն եթե լուծումը լինի, հավանաբար թիվը էլ ավելի կմեծանա ու կհեշտանա ինչ-որ բան գնել։ Օրինակ մենք գրասենյակում եթե պայմանական չգիտեմ շաքարավազ սուրճ պետք պակասել է արագ գնել, գործնականում դժվար է գնալ խանութին, ասել մի հատ invoice գրի, մենք փոխանցենք, հետո գանք վերցնենք, հա, ինչ որ տենց բարթանում է, իսկ այս դեպքում տենց ավելի հեշտ ու արագ կարա ստացվի։ Իսկ ավելի շատ հարց լուծում է ինքը ՊԵԿ-ի համար, հա, որ իրենց ինֆորմացիայի այսպես շարժը ավելի հստակ է դառնում։ Այս գլոբալ ինքը եւ թարմացում է ՊԵԿ-ի համար նոր գործիքա կազմա տալիս եւ բիզնեսներն է հեշտացնում, այսինքն բոլոր այն խնդիրները, որ բիզնեսը ասում է եղած գործիքներով չեն կարողանում ձեր պահանջներն անենք, ինքը կոմպրոմիսային լավ լուծում է։ Բացի դրանից նաև դա ՊԵԿ-ի գլոբալ թվայնացման process-ում ինչ որ քայլերից մեկն է, ընդ որում ասեմ, որ մեր ՊԵԿ-ը շատ ակտիվ օգտագործում արհեստական բանականություն։ Այլ ինչ փոփոխություններ ունենք։ Ամեն այսպես տարվա կեսին միշտ էլի ինչ որ փաթեթներ են, չէ՞, ընդունում։ Երկու փոփոխություն, բայց իրանց երևի միասին անոնսանենք։ Առաջի փոփոխությունն է, որ չգիտեմ լսել ես թե չէ, գոյություն ունի օրինապահ հարկ վճարող կարգավիճակ, որը երբ որ մտավ շատ տենց բիզնեսմեններ տենց հավեսի համար դիմեցին, ստացան, ես նույնիսկ շատ տեղեր այցելել եմ, որ հանդիպումների սենյակում տենց պատին կպցրած այդ օրինապահ հարկ վճարողը, բայց ինքը ուներ գործնականում երկու մեծ թերություն։ Մեկը այն էր, որ ամեն տարի պետք է անընդհատ դիմես դա ավելորդ աշխատանքով, երբ որ այդ հավեսը պրծնում է։ Երկրորդը ես գուշակեմ։ Դավայ։ Ոչ մի էական առավելություն չէր տալիս։ Այո, ոչ մի էական առավելություն չէր տալիս։ Հիմա հաշվի առնելով այդ երկու բանները փոփոխվել է։ Առաջինը փոփոխվել է, որ դու մեկ անգամ դիմում ես, ձեռք ես բերում ու
հետագայում պեկն է մոնիթորինգ անում, ու եթե գտնում է պատճառներ, քեզ զրկում է այդ կարգավիճակից, բայց մինչև այդ դու ավտոմատ մնում ես։ Ու երկրորդը որոշակի արտոնություններ է տալիս պեք ծառայությունից օգտվելու, այսինքն սպասարկվելու առաջնահերթություն, տենց ասենք։ Եվ մի հատ շատ հետաքրքիր բան կա, ուրեմն բացատրեմ։ Պեկը երբ որ գնում է ստուգումների, ինքը պատահական չի որոշում, մոտ գնա։ Կա տենց ինչ-որ տարբեր գործոններ, կշիռներ հաշվում են, նաև AI-ն ավելություններ անում ու գտնում են ինչ-որ հավանական ռիսկային ընկերություններ։ Հիմա եթե դու ունես օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ, քո ռիսկի գործակիցը մի հատ բազմապատկումը 0.8%-ով, այսինքն կոպիտ ասած 20% զեղչ է ստանում։ Այսինքն 20% ավելի քիչ հավանականությամբ կհայտնվես ստուգվող կազմակերպությունների ցուցակում, հետևաբար մեծ հավանականությամբ չես ընկնի դրանց ցանկի մեջ։ Այս առաջի ոնց որ բանն է ու քննարկումների ժամանակ կար եւս մի քանի տենց ֆանտաստիկ առաջարկներ, որ քննարկվում էր, որ պետք է լիներ, մեկը այնա, որ բանկերի միության ընդհանրապես բանկերի հետ խոսալ եւ կարգավիճակ ունեցող ընկերություններին արտոնյալ, ասենք, չգիտեմ, ինչ-որ ավելի լավ պայմաններով վարկեր ընձեռնելու եւ գնում է նաեւ խոսակցություն տարբեր տեսակի հարկային արտոնություններ տրամադրելու, ասենք պայմանական, հա, տարբերակներից մեկը որ քննարկվում էր, որ, չգիտեմ, ապրանքներ ներմուծելուց, երբ որ դու ԱՀ նախապես ես վճարում, ոնց որ ունես արտոնություն այն չվճարելու կամ ինչ-որ մասնակի վճարելու կամ ավելի ուշ ժամկետով վճարելու, այդպիսի գաղափարներ են քննարկում ու գործնականում դա շատ լավ է, որովհետև մենք միշտ ֆոկուս ենք լինում ոչ բարեխիղճ վճարողների վրա, հիմա ոնց որ այդ, չգիտեմ, քաջալերել, խրախուսել եւ նաեւ այդ ստատուսը տալ, որ դու բարեխիղճ հարկ վճարող ես, ինքնից թվում է կարեւոր է։ Այո, մենք բոլոր օղակներում, ոչ միայն հարկայինում, ընդհանրապես այդ մշակույթը գրեթե բացակայում է, որ օրինապահը որևէ ձև պլյուսներ ստանա, հա, այդ իր օրինապահ լինելուց ու այս առաջին դեպքերից է շատ ուրախալի է։ Չգիտեմ, շատ հայտնի տենց բան կա, որ հրեաները ոչ թե երեխաների աշխատանքը ստուգում են կարմիր գրչով, այլ կանաչով, ոնց է, չէ՞, մեր մոտ սխալներն են ընդգծում, հրեաները ճիշտն են ընդգծում ու ֆոկուս լինելով պոզիտիվի վրա։ Սխալները կանաչ գրիչով ուղղում ենք, ոնց որ վարորդական իրավունքների ինքը այդ հոգեբանական հենց բանն է, որ 100 հատի մեջ մի հատիկը սխալա բան են կամ իսկ իրանք 99-ը այդ պոզիտիվն են էլի նշում։ Ու այս փոփոխությունները գլոբալ առումով Պեկինի նախագահն է ոնց որ նաև հայտարարություն իրենց անփոփաթերթում եկան, բերում է նրան, որ յուրաքանչյուր 100 դրամ հարկ հավաքելու համար էլ ավելի քիչ գումար է ծախսում Պեկը, այդ գործակիցը արդեն ոնց որ եթե չեմ սխալվում ասել է 100 դրամի համար 0.89 դրամ կամ կոպիտ ասած 1%-ից ավելի քիչ 0.89% ծախսվում, ուտեղ կա երկու կողմ։ Առաջինն այն է, որ հարկերը շատացել են, Պեկի կոպիտ ասած ծախսերը մնացել են նույնը դրա համար, երկրորդը էֆեկտիվությունն ավելացել եւ երրորդը հանուն արդարության պետք է ասեմ, որ շատ փոփոխություններ կան, որ բիզնեսի վրա որոշակի հավելյալ ծախս է դրվել ու դրա հաշվին Պեկին հեշտադառ է վերահսկել, օրինակ, չգիտեմ, նույն այդ QR-ներ կպցնել եւ այլն, դրանք բիզնեսի վրա է ավել ծախսել, որտեղ ֆիզիկապես այդ կպցնելու համար բիզնեսը ինչ-որ մարդ կամ գործիք է վերցնում ու դա ծախսեր են, բայց գլոբալ առումով էսա։ Ու քանի որ խոսացինք խրախուսանքի մասին, նաև խոսանք ոնց որ պատժի մասին։ Ռելեր կան, որ սկսվում են ինձ հաճախ են հարցնում արտահայտությամբ։ Հիմա իրականում ինձ հաճախ են հարցնում, թե հարկերը որ չվճարեմ, ինչ կլինի։ Ու միշտ պատասխանում ենք, որ դե գալանք կդնեն, հետո դա կգնա, բայց ինչ ժամկետներում եւ այլն երբեք չեմ կարացել հստակ պատասխանել։ Պեկը հստակեցրել է հուլիսի 1-ից, ասում է, որ օրը դու հարկ ունենաս չվճարված, ես քեզ կծանուցեմ, 7 օրվա ընթացքում եթե չվճարես, կդիմեմ հաշիվներդ կսառացնեմ եւ 30-րդ օրը եթե վճարված չլինի, կդիմեմ դահակը։ Էսա ոնց որ չասեմ պատժից, բայց վարչարությունը կոշտացնող, հստակեցնող որոշում է։ Ինքը մի կողմից լավ է, որ բիզնեսը գիտի, որ ինքը պայմանական օրինակ 7 օր ունի, որովհետև այլ հավասար պայմաններում չգիտեն։ Օրինակ մեկի դեպքում կարող է 7 օր տևի, մեկի դեպքում 20, մյուսի դեպքում 30, ոնց որ հարց է, հարաբերություն են, որը ունենում է հիմա արդեն հստակ պատասխան։ Եվս մեկ հետաքրքիր ու օրինակելի պատմություն ունենք հայկական ստարտափների հետ կապված։
15 տարի առաջ այս 3 հայ տղաները մեր նման սովորական ամեն օր գործի էին գնում Orange Armenia-ում, իսկ անցած ամիս իրենք ԱՄՆ-ում Սիլիկոնյան հովտում ստացան $15 միլիոն ներդրում ամենահեղինակավոր VC ֆոնդերից մեկից։ Խոսքը Netris ընկերության մասին է, որը այսպես կարելի է կռահել արհեստական բանականության հետ կապված ստարտափ է։ Ինչ են անում իրենք, այսօր ամբողջ աշխարհում սարքում են AI factory-ներ կամ neo-cloud-ներ, ինչպես իրենք ասում են, եւ որտեղ ինչ է պետք, ասենք օրինակ նույն Firebird-ում, հա, լինելու է 50,000 GPU գերհամակարգիչ, պետք է բոլորին այնպես միացնել, որ ինքը աշխատի որպես մեկ հավաքական ուղեղ, հա, ու ընդ որում այդ կոմունիկացիան պետք է լինի շատ արագ, շատ խելացի, որպեսզի ինքը իր առավելագույն արդյունավետությամբ գործի։ Մի խոսքով Netris-ը կառուցել է լուծում, որ այդ process-ը, որ մի քանի ամիս կարող է տևել, իրենք շատ արագ կարողանում են լուծել եւ շատ արդյունավետ։ Հիմնադիրները 3 հայեր են, ովքեր հենց Հայաստանից է դուրս եկել՝ Ալեքս Սարոյան, Տիգրան Մարտիրոսյան եւ Արսեն Առաքելյան, 3-ն էլ ժամանակին աշխատել են Orange-ում, հետո Ucom-ում, մի քանի տարի առաջ տեղափոխվել են ԱՄՆ ու ստեղծել են ընկերություն, որը փաստացի տարիներ անց հայտնվեց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, արդեն իրենք ունեն պայմանագիր Nvidia-ի հետ, այս պահին սպասարկում են 35 գործող neo-cloud-ներ, որտեղ աշխատում է միլիոնից ավել GPU եւ վերջին 1 տարում 800% աճ են գրանցել։ Հենց դա էլ պատճառ դարձավ, որ իրենց հավատած Սիլիկոնյան հովտի ամենահեղինակավոր VC-ներից մեկը Անդրեսեն Հորովիցը, որը 15 միլիոն Series A ներդրում է կատարել ու այսպես տղաները շռնդալից գնում են առաջ։ Դու լսել ես Elon Musk-ի ինտերվյուն, որտեղ ինքը ասում է, որ data center-ների ապագան տիեզերքում է։ Չէ։ Դե գիտեմ, որ ուզում է սարքի տիեզերքում, բայց երկրում Պոդքասթներից մեկի ժամանակ Elon-ը հյուրա ու ասում է, որ բանա, այտենց եթե շատ կարճ ամփոփենք, ասում է, որ երկիր մոլորակի վրա data center-ները այտենց շատ հետաքրքիր բիզնես չի, որովհետև բարդ է, ինչ որ case-ա պատմում, որ նահանգներից մեկում այտենց data center են կառուցել, հետո կարիք ա եղել հոսանքի լարեր քաշել, այդ հոսանքի լարերը ինչ որ մարդկանց մասնավոր տարածքով անցնում, միջով այդքան այդ պայմանավորվել թույլտվություն, էկոլոգիա, ծառերի ճյուղերը սկտրում, որ այդ լարերին չկպնեն, այնտեղ բնապահպաններն են աղմուկ հանում, ուսում բարդ է, դժվար է ու լիքը օրենքներով սահմանափակված ես, ասում է, որ ճիշտ է նա, որ գնալու է տիեզերք ու ընդ որում մի հատ թիվը ասում ես, բան չեմ մտաբերում, որ չգիտեմ քանի մեգավատ հզորությամբ այդ հոսանքի ծախսը էլի բանով հաշվում, որ այդքան մեգավատ հզորության համապատասխան data center-ներ պլանավորում տիեզերքում կառուցի, ուտեղ ոնց որ ոդքասթի ժամանակ հաշվում եմ, որ տեխնոլոգիան լինելուց հետո տենց մի քանի րոպեն մեկ պետքա մի հատ շաթլ թռնի, ասում է հա դե ոնց որ տենց է պետք է լինի, անընդհատ այսինքն տիեզերք թռնեն, որ կարողանան այդ ծավալի ու այդ քաշի տեխնիկա տիեզերք բանանեն ու բացատրում ասում է, որ AI-ի ապագան, այսինքն այն պահանջարկը, որ կա, ինքը կարա բավարարվի միայն տիեզերքը օգտագործելով այլ հավասար պայմաններում երկիր մոլորակը ի վիճակի չի ու ասում է, եթե կարողանանք տիեզերքում այդ անենք, ինքը այնքան էժան պետք է լինի, որ էլ ձեռ չտա երկիր մոլորակի վրա դա անել ու ասում է դա էկոլոգիական խնդիր է լուծում եւ այլն, նաեւ ֆիզիկապես տեղի ու ռեսուրսների, մի խոսքով բավական հետաքրքիր էր ու իրան որ լսում ես, ոնց որ թե երկիր մոլորակի վրա data center-ներ հիմա շահագործելը ոնց որ շատ եկամտաբեր մենք նաև հաշվեցինք Firebird-ի օրինակով, բայց ասում եմ հետո ոնց որ հենց տիեզերքում կարացանք այդ ամեն ինչ անենք, ինքը դառնում արդեն անհետաքրքիր գետնի վրա անելը ու տենց հիմա ասում եմ տղաների լուծումները պետքա նաև ադապտացվեն, եթե չգիտեմ օրինակ ներկայացնա պահանջվում այդ ամեն ինչը սեթափ անելու բան, ոնց որ պետքա ադապտացվեն նաև այդ իրականության, որովհետև կարող է եւ մեծ հավանականությամբ օրինակ ես որ լսում եմ Մասկին զգում եմ որ ինքը ոչ թե տենց հավատով է մոտենում այդ գաղափարին, այլ վստահությամբ ասում որ տենց է լինելու ու հետեւաբար կարելի է նաև դրա շուրջ կակ մինիմում ինչ որ լիքը բիզնեսներ կառուցել։ Հա, ու ինչ է ստացվում, որ ինչ որ դու այս պահին կարողանաս
լուծում տալ կամ ունես արդեն լուծում ադապտացնես հենց AI-ի պահանջներին, արդեն հաջողված ես մեր վերջին երկու հաջող ներդրումները, հիշում ենք նաև մի քանի էպիզոդ առաջ Wirestock-ի մասին խոսեցինք, էլի նույն պատմություններ, երբ որ ինչ-որ պրոդուկտ են սարքել, որը AI-ի գալով շատ անհրաժեշտ է եղել հենց AI-ի հետ կապված գործունեության համար ու միանգամից այսպես համ հաջողությունն է գալիս, համ ներդրումներն են գալիս նույնը ստեղ է, այնպես որ AI-ին նպաստող լուծումներ է պետք։ Եթե դու գիտենաս, թե վաղը ինչ է լինելու, ինչքան գումար կաշխատես բորսայում։ Հիմա Թրամփին ըստ էության կոնգրեսում մեղադրում են, որ ինքը գիտենալով ինֆորմացիա թե վաղը ինչ է լինելու, պայմանականորեն Իրանի հետ հրադադար կնքելու են, թե ել ավելի ուժեղ են հարվածելու, Nvidia-ին թողնելու են, Չինաստան չիպեր վաճառել, թե արգելելու են, կրիպտոյի կարգավորումները խստանալու են, մնալու են նույնը, թե ավելի մեղմանալու են, գումարները աշխատում։ Կան օրինակներ, փաստացի օրինակներ։ Ուրեմն կոնգրեսում նախաձեռնվել է լսումներ, կանչել են Ռուբիոին, մեր որ եկել էր մեր մոտ հյուր, ու մեղադրանքներ են հնչեցրել, Ռուբիոնը բան արեն, որ ասում է դե ես ինչ իմանամ, թղթերով ամեն ինչ նորմալ է, բոլոր հարցերի պատասխանը ըստ էության է տվել։ Նախ ասենք, որ Թրամփը որպես երկրի նախագահ ինքը իր ակտիվները չի կառավարում ու հանձնել է ոնց որ կառավարչին։ Ու հիմա հիմնական ալիբին է, որ ինքը անձամբ չի մասնակցում, ինքը անձամբ թրեյդ չի անում, այլ իր ակտիվները կառավարող կառավարիչն է трейд անում, հետևաբար Трамп тут ни при чем։ Ոնց որ ասում են, во-первых, Рафիկ тут ни при чем, հիմա Թրամփը ни при чем։ Բայց կոնկրետ ինչի վրա է աշխատել օրինակ։ Իրականում ուրեմն սենց։ Նախ ասում են, որ իր պորտֆելը տարօրինակ մեծ ակտիվություն է ցուցաբերում ու վերջի 3 ամսում կատարվել է 3700 հատ գործարք։ Այսինքն այդ քանակի հետ կապված ու գումարային 220-ից 750 միլիոն դոլարի շրջանակներում ես փորձեցի հասկանալ թե ինչի է միջակայք լինում, պարզվեց որ երբ որ բան են տալիս, այդ հանձնաժողովին են տալիս, էթիկայի որ մենք ունենք, որ տենց հայտարարագրերը մեր պաշտոնյաները տալիս են, իրանք է դրա համարժեք ունեն, այնտեղ ոնց որ միջակայքեր կա գործարքների քանակի, տենց ոչ կոնկրետ գումար չնշվում, միջակայքեր է նշվում, քանի որ գործարքները շատ ու միջակայքերը բանն հետեւաբար ամենափոքր ու ամենամեծով տենց ոնց որ 220-ից 750 միլիոն դոլարի առով վաճառք ա եղել։ Հիմա գնացինք, ուրեմն առաջի տենց շատ հայտնի դեպքը, երբ որ Թրամփը գնում է Պալանտիրի բաժնետոմսերը, հետո իր սոցցանցերում post է անում, ասում է որ շատ լավ ու հեռանկարային ընկերություն է ու հերիք չի ընկերությունն է գրում, մի հատ է գրում է իր թիքերը։ Թիքերը էդի բանը ընկերության կարճ հապավումն է, որով իր բաժնետոմսի անունն է, էլի կոպիտ ասած, հա։ Այսինքն հերիք չի որ հանգարտ չհասկանան ուրիշ ինչ-որ մեկը չառնեն, դες կոնկրետ նշել է, որ կոնկրետ այս ընկերությունը շատ լավն է ու շատ հեռանկարային է, ընդ որում ինչ անում այս ընկերությունը պետությունների կառավարությունների համար ծրագրային, այսինքն AI լուծումներ է տալիս, որը բան անում մեծ տվյալների հիման վրա AI-ով վերլուծություններ է անում ու ակնհայտ է որ Ամերիկայի կառավարությունը ամենաառաջի տենց ոնց որ օգտվողներից է, եթե կառավարության ղեկավար այսինքն երկրի նախագահ գովում է, ինքը ոնց որ շատ խելք պետք չի հասկանալ, որ ընկերությունը թանկանալու է։ Հաջորդը դա Իրանի հետ պատերազմի ժամանակ տարբեր տեսակի հայտարարություններն են, մասնավորապես ֆիքսվել է, որ Թրամփը բան է անում հայտարարում է, որ Իրանի հետ հաշտությունը շատ մոտ է, հետևաբար բան է լինում, ստեղծվում է սպասում, որ հեսա կնքելու են հրադադար, իրանական նավթը մտնելու է շուկա եւ նավթի շուկան ու ընկերությունների բաժնետոմսերը ընկնում են։ Ու այդ ժամանակ ինքը գնում է բաժնետոմսեր, հետո նորից շարունակում է պատերազմը։ Ընդ որում այս Իրանի հետ կապված պատերազմը ոչ միայն Թրամփը, այլ նաեւ Սպիտակ տան հետ ասոցացված տարբեր ուժայինների եւ ոչ ուժայինների կողմից բազմաթիվ նմանատիպ դեպքեր են հայտնաբերվել, լուսաբանվել, լուրջ կասկածներ կա, որ այդ ամեն ինչը եղել է ոնց որ ինսայդների հիման վրա կատարված առևտուր։
Հաջորդը ինչ է լինում, Տրամպը գնում է Nvidia-ի բաժնետոմսեր մոտավորապես $1 միլիոն, դրանից մեկ շաբաթ հետո առևտրի նախարարությունը թույլ է տալիս Nvidia-ին որոշակի չիպեր վաճառել Չինաստան։ Հետևաբար ակնհայտ է դառնում, եթե Nvidia-ին թույլ են տալիս Չինաստան վաճառել, վաճառքների ծավալը մեծանալու է, հասույթը մեծանալու է, շահույթը մեծանալու է, գները բարձրանում են, էլի, այդտեղ բարդ բան չկա։ Եվ եւս մեկ անգամ տեղի է ունեցել մի հատ մեծ բան, ասում են AI գործարք, երբ որ Meta-ն ու Nvidia-ն են կնքել իրար հետ պայմանագիր, համագործակցելով մեծ քանակի գնելու ու նաև գլոբալ առումով այդ AI գործարքում տենց բոլոր մեծ խաղացողները ներգրաված են եղել։ Դրանից առաջ նորից Թրամփը միջև թույլ տալ այդ գործարքը լինելը, բան արել, մոտավորապես $5 միլիոն նորից Nvidia-ի բաժնետոմսեր է գնել։ Հաջորդը դա բանն է, կրիպտո շուկան է, որտեղ ոչ թե Թրամփը, այլ Թրամփի ընտանիքի անդամները գնել են մեծ քանակությամբ տարբեր կրիպտոակտիվներ, այդ թվում նաև մեմքոիններ, որից հետո բան ա եղել նախագահի հրամանով ենթադրաբար կրիպտոյի կարգավորումները ավելի մեղմացվել են, դարձել են ավելի բարենպաստ ու կրիպտոն բարձրացել է ու հետևաբար նաև ոնց որ իր ընտանիքի անդամները բավականին լուրջ գումար են աշխատել շատ կարճ ժամանակում։ Հիմա ասենց կարելի է պատկերացնել, չէ, 3700 գործարքից առնվազն, չգիտեմ, 100-200-ը շատ կասկածելի են։ Ամեն դեպքում Օլշևսկին, ով հիմնականում առաջնորդում էր այդ մեղադրանքներն ու բարձրաձայնում էր կոնգրեսի լսումների ժամանակ, նաև պնդում էր, որ միայն այն փաստը, որ Տրամփի կարողությունը 2 միլիարդ 300 միլիոնից հասել է 6.4 միլիարդի, այսինքն ավելացել ավելի քան 4 միլիարդով, չէր կարող լինել ազնիվ եւ հետեւաբար մեծ մասը նպաստել է այս ինսայդերական ինֆորմացիան, որը ինքը օգտագործել է։ Իհարկե ոչ մի ապացույց ուղիղ չկա, որ Տրամփը անձամբ հանձնարարել է ինչ-որ X բաժնետոմսեր գնել կամ չգնել կամ ակտիվներ, բայց մյուս կողմից բոլորը հասկանում են, որ ինքը եղել է այդ ինֆորմացիայի կրողը, իսկ Տրամփը այն ֆիգուրը չի, որը տենց ազնիվ բիզնես անելով է հայտնի եւ հետեւաբար այդ կասկածները բավականին հիմնավոր են։ Չնայած Ռուբիոն տենց ոնց որ բոլոր բաներին ասում էր, որ մենք չենք նկատել որոշումներ կայացնելու մեջ անձնական շահ, մենք չենք նկատել, որ ինչ-որ որոշում կայացվի ի վնաս Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ այլն, այսինքն ստանդարտ դեն պատասխաններ։ Դե տեսնելով թե Տրամփը ամեն մի ուղղության մեջ ինչպես է ամեն ինչ խառնում, ասենք եթե կարող է ֆուտբոլում կարմիր քարտ չեղարկել, այդ իրանց միջավայրն է, հա, այդ Wall Street-ը, այդ ինչ է որ չանի։ Ինսայդերական տեղեկատվություն ցավոք ունենում են միայն ընտրյալները, իսկ մեզ բոլորիս կարող է օգնել միայն ֆինանսական բանականությունը, այնպես որ հետևեք մեր ալիքներին, դեռ կհանդիպենք։